Սահմանադրությունը պետք է արձանագրի եւ ուղղորդի ինչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունը այսօր, ինչ կարգավիճակ ուներ երեկվա սահմանադրությունը գրված էր երեկվա կարգավիճակը ունեցող Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ ո՞րն է այդ կարգավիճակը։ Ես չգիտեմ, ընդհանրապես կարելի է դա ասել թե չէ, մի տերմին կա, շատ կոշտ է, բայց դիպուկ է, սադրիչ, կամ ուզում եք ֆորպոստ, ուղեկալ, այդ երեքից ընտրենք որևէ մեկը, ուղեկալ, ֆորպոստ կամ սադրիչ պետություն էր Սովետական Հայաստանը, Արմյանսկայա օբլաստ, հետագայում Երևանսկայա օբլաստ չէ, հետո արդեն Սան Ստեֆանոյից հետո թույլ տվեք այդպես ընդարձագանք, որ ես կարողանամ ասել թե ինչի սադրիչ, Սան Ստեֆանոյից հետո Բերլինյան կոնգրեսում Ռուսաստանը ճանաչեց բուլղարական պետության, բուլղարացի ժողովրդի պետություն ունենալու իրավունքը, արևմուտքը այն ժամանակ, արևմուտքը Ավստրո-Հունգարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան առաջարկեցին Օսմանյան կայսրության փլատակներից պոկել բուլղարական պետությունը, ստեղծել բուլղարական պետություն, սերբականը արդեն կար, ռումինականը արդեն կար, ալբանական պետություն, ընդհանրապես նեղուցներից այն կողմ հունական պետությունը արդեն կար 1825-28 թվականներից հետո, այսինքն Օսմանյան կայսրության լուծարման գործընթացն էր սկսվել ու արևմուտքը 1878 թվին, հնարավոր է մի տարեսկում ենք ասեմ, այդ Բերլինյան կոնգրեսի ժամանակ առաջարկեցին Փոքր Ասիայում էլ ստեղծել հայկական պետություն։ Պարտված Թուրքիային, պարտադրում էին, Թուրքիան ճանաչում էր, պատրաստ էր Թուրքիան ճանաչելու բուլղարական պետությունը, արդեն Սերբիան կար, Ալբանիան կար, Բոսնիա-Հերցեգովինայի խնդիրը կար, Ռումինիան կար արդեն պոկված Օսմանյան կայսրությունից, Թուրքիան պատրաստ էր ճանաչելու նաև հայկական պետությունը այսօրվա արևմտյան Հայաստանի տարածքում ու հանկարծ Ռուսաստանը, որ պատերազմի գլխավոր ուժն էր, 100,000 զոհեր տվել Ռուսաստան այդ պատերազմի ժամանակ։ Իդեպ ասեմ հետաքրքիր թվերին, 30,000-ը մարտական գործողությունների հետևանքով էին զոհվել, 110,000, 80,000-ը հիվանդությունների, հակասանիտարական վիճակի, մոծակների, մաքրված ջրի հետևանքով, այսինքն զոհերը, ռուսական բանակի զոհերը թափվածության հետևանք էին, 30,000-ը մարտական զոհեր, կռվի հետևանք էր, իմիջը ճիշտապես էլ թուրքական բանակի զոհերն էին, ուրեմն այդպիսի զոհեր տալուց հետո Ռուսաստանը վճռոց ձայնի իրավունք ուներ, Հարսը արդեն Էրզրում մտել էր, Արդահան մտել էր, ուրեմն եվրոպացիները իդեմս Հունգարիայի, Ավստրո-Հունգարիայի ասացին, որ ճանաչենք այդ պետությունները, պարտադրենք Թուրքիային, որ բարիդրացիական հարաբերություններ ունենա քրիստոնեական ռեկոնկիստա, քրիստոնեական պետություններ, ուղղափառները այստեղ, հայկականը այնտեղ, Գրչակովկա, հիմա դա մեծ հեղինակություն է Ռուսաստանում, արտաքին քաղաքականության մշակողը, արտաքին գործերի նախարարներ ասեց հայ ժողովրդին պետություն պետք չի, թող պետք չի հայերին պետություն, մենք ամեն ինչ կանենք հայերի համար, հենը Ռուսաստանը հայերին պետություն պետք չի, Ղարսի նահանգ, Երևանի նահանգ, Երևան օբլաստի, մենք դեմ ենք հանել օրակարգից հայկական պետության հարցը, հետո հիշում Խիրիմյան Հայրիկի թղթի շերեվ բան այդ խոսակցությունները կան, այսինքն Հայաստանը հայտարարվեց առիթ գործիք Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար, տեսեք ես դրա համար եմ ասում, գուցե առիթ ասենք ոչ թե ֆորպոստ, այսինքն Ռուսաստանը Հայաստանին հայտարարեց գործիք Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար ու հենց այդ կոնգրեսը Ռուսաստանին տվեց մանդատ ապահովել
Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը։ Տեսեք, ինչ կարգավիճակ ենք ունեցել մենք քանի 100 տարի է 80-ական թվականներից 1880-ական թվականներից Հայաստանը, հայ ժողովուրդը այս տարածաշրջանում դարձավ Ռուսաստանի ձեռքին մանդատ ուներ Ռուսաստանը թուղթ, որ ինքը պետք է ապահովի հայերի անվտանգությունը Օսմանյան տարածքում, Օսմանյան կայսրության տարածքում, պետք է միջամտի իրավունք ունի միջամտելու ներքին գործերին Թուրքիայի հայերի անվտանգությունը ապահովելու համար, հայերի զարգացումը ապահովելու համար եւ այլն։ Ինչու եմ Արցախը հիշում հիմա, այս Արցախյան շրջանը հիշում, մանդատը դրանց, որը չունեցան մանդատ, բայց եկան եւ ոնց որ նույն տրամաբանությամբ։ Շնորհակալություն։ Ես ասում թե ինչ կարգավիճակ ենք ունեցել մենք, մեր բոլոր սահմանադրությունները, օրենքները, աղոթքները պետք է լինեին դրա մասին, այլ բան եթե կա, դա ոչնչացվում էր Հայաստանում, դա լինի Նալբանդյան, Խաչատուր Աբովյան, Չարենց, Վահանտերյան, ով ուզում է լինի, Բաքունց, ով ուզում է լինի, նա պետք է ոչնչացվի, որովհետև մենք Ռուսաստանին պետք ենք որպես այդ ֆորպոստ, ուղեկալ, դրանք մեղմ են, այլ որպես սադրիչ, մեր պատճառով, մեր շահերի պատճառով Ռուսաստանը իրավունք պետք է ունենա միջամտելու Թուրքիայի ներքին գործերին, ճիշտ այդպիսի կարգավիճակ 20-ական թվականներին, արդեն 19-20-րդ դարի 1920-ական թվականներին տրվեց Ադրբեջանին, այդ ատրպատական պետությունը Ռուսական իմպերիան ստեղծեց, որպեսզի միջամտի պարսկական պետության ներքին գործերին, այսինքն հայկական տարբերակը իրան արդարացրել էր, Ռուսաստանը լեգիտիմ առիթ ուներ, մաքուր առիթ էր, իմիջիալույցած պատերազմը, ռուս-թուրքական պատերազմը, նույնպես մաքուր գաղափարական պատերազմ էր, պաշտպանել քրիստոնյաներին, քրիստոնյա ժողովուրդներին պաշտպանել Օսմանյան կայսրության տարածքում, պատերազմի պատճառը դա էր, ուրիշ պատճառ չուներ Ռուսաստանը, մտնում էր բուլղարացիներին փրկելու, հայերին փրկելու, փրկիչ որպես, այդ փրկիչ փրկվածի կարգավիճակ, եթե չասենք սադրիչի, փրկվողի կարգավիճակ, փրկելու կարիք ունեցողի, այսինքն անընդհատ մենք պետք է փրկելու կարիք ունենանք, այո, այսինքն խեղդվող, որը լողալ չգիտի, ու անդադ նրան պետք է փրկել, եթե լողորդ կա, հիմա այդ կարգավիճակին հարմար 200 տարի, հա, ես ինչքան է, քանի 100 տարի անում 80-ական թվականներից 19-րդ դարի, դրանից առաջ էլ է դա եղել, ընդհանրապես Պասկևիչի արշավը հենց դա էր, Հունաստանին անկախություն տալուց հետո անգլոսաքսոնները հանձնառան հույն ժողովրդին, պատկերացնում եք, դեմոկրատիայի հայրենիքը ազատագրել ու հանձնել, նաև Բայրոնը զոհվեց այդտեղ, հանձնեցին հույն ժողովուրդ, ռուսներն էլ ասեցին մենք էլ Պոնտոսի հույներին կազատենք, Պոնտոսի հայերին ու ասորիներին, դեռ Պասկևիչի ժամանակ։ Հիմա վերջի թուղթը, որ Ռուսաստանը ստացել է իրավունքը, դա փրկիչի իրավունքն է, բայց անընդհատ փրկվող է պետք։ Ես շեշտը դնում եմ երկու կարևոր բանի վրա, որ պետականությանը դեմ է Ռուսաստանը հայկական պետությանը, իզուր չէր որ իդեպ Ալեքսանդր II-ի ժամանակներն են Լորիս Մելիքով կար այնտեղ։ Ուրեմն հայկական պետության կարիք չունի հայ ժողովուրդը, այդ Մարգարիտա Սիմոնյաններ, Միմոնյաններ կային էլ այն ժամանակ էլ, երկրորդը որ պետք է փրկվի։ Իսկ փրկվեց պարոն Օշակյան։ Հիմա տեսեք ինչով վերջացավ գենոցիդով։ Ինչով վերջացավ Կարսը։ Տեսեք, Կարսից առաջ է դա երկիր բաներ են եղել։ Դա Գարչակովի ծրագիրն էր, հայ ժողովրդին պետություն պետք չի, նա պետք է փրկվի, մենք պետք է փրկենք։ Առաքելություն ունի Ռուսաստանը փրկիչի, ուրեմն փրկվող է պետք։ Հայ ժողովրդին տվեցին այդ կարգավիճակը, փրկվողի պետություն պետք չի։ Գրավյալ տարածքներում այդ Ղարսում, Մարսում պետք է պետությունը հայտարարվել, ոնց որ Բուլղարիայում հայտարարվեց։ Եվրոմիությունը այն ժամանակվա
ծրագիրը բերեց, Ռուսաստանը հանեց օրակարգից։ Երկրորդ անգամ 14 թվականին, երբ որ առիթը ներկայացավ, 1900 առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուրիշ ծրագիր առաջարկեց։ Ասեց հայերին կարելի է մի ձևով փրկել, տեղափոխել հայերին այդտեղից։ Այդտեղ վերաբնակեցնել հայկական տարածքներում վերաբնակեցնել թուրքերով նեղուցները, Կոստանդնուպոլիսը ազատագրել, վերաբնակեցնել ռուս կազակներով 3 միլիոն աճեր տալի տարեկան Ռուսաստան այդ ժամանակ 3 միլիոն Ստալիպինը բանը գլխացավ ունեն, ուր տեղավորեն 3 միլիոնին ուր կենսական տարածք էր պետք ասեցին կտեղափոխենք Ստամբուլ, Կոստանդնուպոլիս այդ նեղուցները կլինեն վստահելի քրիստոնյաների ձեռքերում Թուրքիայից թուրքական այդ մահմեդականությունից կպրծնենք, մահմեդականներին գենոցիդի չեն ենթարկի, կտեղափոխենք Անատոլիա, կտեղափոխենք Հայաստան, հարց առաջացավ, բա հայերին ինչ անենք, հայերին ուր տանենք, ասացին հայերը իրենց գլխիճարը կտեսնեն, այսինքն թույլ տվեցին 15 թվականին զորքերը հետ քաշեցին, որպեսզի հայերը տեղաշարժվեն, հայերին դժվար էր տեղից հանելը, չէին դուրս գալի հայերը իրենց տեղից, չէին գնում Կրասնոդար, չէին գնում Սիբիր, առաջարկում էին Սիբիր, հիմա էլ իմիջայլոց ծրագիր ունեն, հայերին առաջարկում են անվարձահատույց քանի հեկտար հող են տալիս Սիբիրում, հենց հիմա օրենք ունի Ռուսաստանը, հայերի համար, ասում են եկեք մենք ձեզ հող կտանք, անվարձահատույց, կտրենք Բիրաբիջանից կամ Սղամայրսնաամուրը, այնտեղ կտանք հողերը ձեզ, ուրեմն Սազոնովը առաջարկեց պայմաններ ստեղծել, որ հայերին տեղահան անեն թուրքերը 15 թվականին թուրքերը դա արեցին հիմա եկավ հաջորդ էտապը 1920 թվականին 1920 թվականին արևմուտքը Անտանտան ճանաչել էր հայկական պետությունը մեծ պետություն, կենսունակ պետություն Պոնտոսի հունական պետությունը ճանաչել էր ռուսները հիշեցին, որ պետք է փրկեն դրանք գրավոր, ես ինչ որ ասում եմ դրանք կան գրավոր փաստաթղթեր են որ մեկը ես չեմ կռահում դասագրքային իդեպ ասեմ դասագրքային են, որովհետև այդ օրինակ Սազոնովի եւ Գարչակովի փաստաթղթերը բացի այն, որ արևմուտքում կար Բերլինյան կոնգրեսի նյութերը արևմուտքում կային Բոլշևիկները Կերենսկին ժամանակավոր դեմոկրատները երբ որ եկան իշխանության, որպեսզի ազգային փոքրամասնություններին գրավեն իրենց կողմը, հեղափոխություն էր։ Բացահայտեցին այդ գաղտնի թղթերը, այդ թվում մեր մասին, որպեսզի հայկական զորաբանակները 200-300 հայ զինվոր ռուսական իմպերիայում կռվում էր Ռուսաստանի համար։ Դրանց որպես այդ գայերն ու բժշկյանցները, որպեսզի հավատարիմ մնան ռուսական իմպերիային, ասեցին, տեսեք, ցարական Ռուսաստանը ոնց է վարվել ձեր հետ։ Այդ թղթերը տպեցին։ Բոլշևիկները երբ որ եկան, տպեցին դեմոկրատ ռուսների փաստաթղթերը, դավաճանական, որ հանձնարարեցին Յուդենիչ, Մուդենիչին, որ հրամայեցին զորքերը հետ բերել Հայաստանից։ Ուրեմն 20 թվականին 1920 թվականին համատեղ ռուս-թուրքական բանակը ներխուժեց ճանաչված հայտարարված ազգերի լիգայի կողմից ճանաչված հայկական պետության տարածքը անեքսիայի ենթարկեցին Արաքսիցային կողմնաց Քեմալական Թուրքիային ասկով մնաց Ռուսաստանին Ամերիկայի Միացյալ Նահանգների պնդմամբ Եվրոպան արդեն ձեռ էր քաշել Հայաստանից ձեռ էր քաշել ամերիկացիները պնդեցին ասեցին այդտեղ ինչ որ օջախ պետք է լինի հայկական օջախ սովետական Հայաստանը սարքեցին 30,000 քառակուսի կիլոմետրի վրա մնաց բայց սովետական Հայաստանը հետագայում դարձավ արդեն առիթ Օսմանյան կայսրություն ներխուժելու համար ասեցին թող մնա մեր շահերից է բխում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին ենք լավություն անում այլ նաև հայկական Ռուսաստանին է հարմար Արդեն Ադրբեջանի ծրագիրն էլ կար, ուրեմն Ադրբեջանի առիթով կմտնենք Պարսկաստան, հայերի առիթով, Հայաստանի առիթով սովետական կմտնենք Թուրքիա, համաշխարհային հեղափոխություն կկազմակերպենք, իդեպ մայրաքաղաքն էլ Բերլինը, ոչ թե Մոսկվան կամ Պետերբուրգը։ Մայրաքաղաք պետք է Բերլինը լիներ, Լենինը այնտեղ պետք է նստեր։
համաշխարհային այդ Սովնարկոմը Բերլինից էր ղեկավարելու աշխարհը։ Ուրեմն տեսեք այդ կարգավիճակը մեր հռչակագիրը, այդ հայտնի հռչակագիրը 1990 թվականի հռչակագիրը ինչի մասին էր, նորից դրա մասին էր, փրկվողի մասին էր, այ փրկության հռչակագիր էր, ուրեմն փրկիչը պետք է լիներ, այդ ամեն ինչը բովանդակությունը անմիջապես կապված էր Գրչակովի ծրագրի հետ, մենք հայտարարում ենք, որ պետք է պայքարենք, վերադարձնենք, նվաճենք, ազատենք, որտեղից ենք ազատելու, ումից ենք ազատելու, մեր ծրագրերում կա ընդհանրապես համաշխարհային պատերազմ սկսելու, մեր հռչակագիրը դրա մասին էր, հիմա սահմանադրությունները, հռչակագրերը սպասարկել են այդ փրկվողի կարգավիճակ ունեցող պետության համայնքի օբլաստի գուբերնիայի ծրագրերը։ Այ եթե այսօր մենք խոսում ենք սահմանադրության մասին, ուրեմն մենք ինչ պետություն ենք ուզում ունենալ, փրկվող պետություն, այսինքն դա ուրեմն պետք է այնպիսի սահմանադրություն ունենա, որը որ սպասարկելու է ֆորպոստի, ուղեկալի, փրկվողի, էլ ինչ հնարեցինք, դրա համար սահմանադրություն գրենք, թե մի ուրիշ բանի համար, հիմա մենք այդ ճանապարհն ենք, երեք չի առաջ որ այսքանի օրը եվրոպացիները եւ ռուսները, ես այստեղ պետք է ասեմ, որ ցավոք սրտի մենք ակտիվ չենք, մենք պասիվ ենք, Եվրոպան, Արևմուտքը եւ Ռուսաստանը հիմա մեր կարգավիճակի համար պայքարում են, մենք ձեռքերներս ծալած չենք սպասում, բայց ես մի տեսակ ասում ենք առաջարկեք, տեսնենք որն է, բալանսի կբերենք, տեսնենք ձեր անցից ձեր առաջարկ թե կտեսնենք ով է հաղթում, ով որ հաղթի նրա կողմից կգնանք։ Եթե այդպես լինի, մենք եւ նրանց հետ ենք լավ եւ նրանց հետ ենք լավ։ Մենք ընտրում ենք պարզվողին, մինչեւ պարզ լինի ով հաղթեց այդ։ Ինձ լավ փոխանցում եք արել, ես ուզում եմ չարաշահելով։ Ձեզ համար եմ չարաշահելով։ Ձեզ համար եմ։ Մենք ոչ թե նայում ենք թե ով է հաղթելու նրա կողմը անցնենք, այլ նայում ենք թե ով է պարտվելու որ նրա կողմը անցնենք։ Ով պարչի ով է հաղթելու։ Չեք սրում այդքան, այսինքն պարտվողի կողմը անցնելը որ։ Դե մենք մինչև հիմա դա ենք արել։ Այ ինչի մասին ես որ խոսում եմ, մենք պարտվողի կողմն ենք անցել։ Մենք մեր շահերը չենք սպասարկել, մենք ուրիշ պետության, ուրիշ իմպերիայի, իմպերիաներից պարտվածի շահերն ենք սպասարկել, դա է հետաքրքիր, որ, այսինքն արևմուտք թե Ռուսաստան, մենք անցանք Ռուսաստանի կողմը,